ապրում էինք երջանիկ, անհոգ, այդ ժամանակ դեռ մեջքս կոտրված չէր։ Ադյալով ծածկել էինք այդ մայրիկին, զոհվում է եւ եղբայրս եւ հորեղբայրս։ Գյուղում առաջի զոհը վրեժիկն է եղել, իր մարմինն է, որ թողել ենք Ստեփանակերտում։ Սպասետս նանք հալակարում կտյուս կյանք թաչը։ 40 օր անց դնթույով հաստատում են մահվան լուրը։ Ես Անահիտ Գրիգորյանն եմ, Արցախից, Ասկերանի շրջան գյուղ Սարուշենից, ծնվել, մեծացել, սովորել, ամուսնացել եմ նույն գյուղում, Սարուշենում էի ապրում, արդեն աշխատանքի էի անցել գյուղի մանկապարտեզում, ապրում էինք երջանիկ, անհոգ։ Մենք շատ փոքր տարիքից ենք սկսել հանդիպել, 15 տարեկանից։ Ինքը գյուղի լավագույն տղաներից էր։ Գյուղի վերևում մորքուրիս տունն էր, ուսուց թաղ, տենց է ուսուց թաղը։ Ու դրանից մի քիչ վերև, անտառ չհասած, մի հատ ընկուզենու ծառ կար։ Հիմնականում այդ ծառի տակ էինք հանդիպում, դե դպրոցում միասին էինք սովորում։ 15 տարեկանից միշտ միասին, ուսուցիչներն էլ գիտեին անգամ, մեր զույգը սիրում էին։ Եթե ասում էին Անիտ, Գենկա էին հասկանում, եթե ասում էին Գենկա, Անիտ էին հասկանում։ Միշտ տատիկս էր ասում էր Անիտ մատայեմ այդքան սիրիլ չնե։ Հին ժամանակներում եթե սիրել են, ցույց չեն տվել։ Մինչև 44 օրյա պատերազմը նշանվել էինք արդեն։ Պատերազմից հետո հունվարի 30-ին 21 թվականին ամուսնացանք ու շարունակեցինք ապրել Սարուշենում։ Չնայած դժվարություններին, տագնապով, ամեն վայրկյան, բայց ընտրեցինք մնալ Սարուշենում ամուսնուս հայրական տանը։ Դե ապրելով մի գյուղում, որը շրջապատված է թուրքերով, այդքան էլ հեշտ չէր։ Օրվա մեջ, եթե չէինք կրակում, անհանգստանում էինք, եթե կրակում էին, անհանգստանում էինք, որ չարաճճի երեխաներս միանգամից հանգիստ լռություն է լինում, մայրիկը անհանգստանում է, չէ, ասում եմ մի հատ ստուգեմ, նույն ձևի մենք էինք անհանգստանում, մտածում էինք երևի ինչ որ դիվերսիոններ թափանցում են անում կամ ինչ որ բան են չի, դրանից նույնպես անհանգստանում էինք։ Սովորական էր դարձել իրենց կրակոցները։ Պատերազմը տեսնելուց հետո մի ձևի տագնապ կար, որ կրկնվի։ Չնայած էլի հույս էինք տալիս մեզ, որ չէ, ամեն ինչ լավ կլինի ու շարունակում էինք ապրել։ Բայց արդեն բլոկադայի այդ սուղ ժամանակ անգամ ռուս խաղաղապահների ներկայությամբ հնարավոր չէր լինում բերքը հավաքել։ Մի քանի դեպք է եղել անգամ, որ վնասվել է աշխատող տրակտորը, բարեբախտաբար վարորդներին բան չի եղել, ու դրանից հետո արդեն հասկացանք, որ եթե ռուս խաղաղապահների ներկայությամբ անգամ հնարավոր չի անել, ուրեմն հնարավոր չի այդ բերքը հավաքել, ու այդպես այդ հողերն էլ մնացին անմշակ։ Գյուղերում հեշտ էր, այո, ունեինք ցորեն, գյուղում կար գործող ջրաղաց, այլուրը գտնում էինք հեշտ էր, բանջարեղենով լրիվ ապահոված էին, ամենօրյա դժվարությունները բլոկադայի մասով հաղթահարվում էր գյուղում։ Նաև օգնում էինք Ստեփանակերտում ապրող բարեկամներին, ամուսնուս պապիկը, Շաբո պապիկը, ինչքան ծանոթ բարեկամ, հարազատ Ստեփանակերտում ապրող միշտ հասցնում էր իրենց կարտոֆիլ, այլուր, ձու, կաթ։ Բլոկադայի ժամանակ բալիկս մի տարու կես էր։ Ավելի շատ ես էի պահեր գալիս, որ բողոքում էի, բայց ամուսինս փորձում էր ինձ հույս տար, ասում էր էս էլ կանցնի, լավ կլինի, եւ մեկը մյուսին օգնելով հաղթահարում էինք այդ դժվար օրերը։ Չնայած հիմա եմ հասկանում, որ այդ օրերը դժվար չէին, երջանիկ օրեր էին, որովհետև այդ ժամանակ դեռ այդ կորուստների
ծանր շղթան կախված չէր վզիցս ու այդ ժամանակ դեռ մեջքս կոտրված չէր։ Սեպտեմբերի 19-ին առավոտյան սովորականի պես ես աշխատանքի գնացի գյուղի մանկապարտեզ։ Ամուսինս տանն էր եւ մինչեւ ժամը 12-ը թե 1-ն էր սովորական երեխաների հետ զբաղվում էինք, մինչեւ որ զանգեց դպրոցի տնօրենը, թե Անահիտ մատաղանիմ խոխեքը տոն ճանապարհ է, դիրքերում վիճակը պատար լավ չի, մինչեւ հասկանանք տեսնանք ինչ ենք անում։ Դե ես փորձեցի արագ կազմակերպել, երեխաներին տուն ուղարկեցի, ես էլ բալիկիս հետ տուն բարձրացա, արդեն ճանապարհին դեռ տուն չհասած ամենաբարձր պայթունի ձայնը լսեցի ու հետո անընդհատ կրակում էին, հասանք տուն, երևի մի կես ժամ տանը մնացինք, որովհետև վտանգավոր էր դուրս գալը, մինչև որ արդեն գյուղացիներին ասեցին, որ պետքա անտառով դուրս գանք, որովհետև արդեն գյուղում մնալն էլ է վտանգավոր։ Կեսօրին, ժամը երևի 2-3-ը, դրանից մի օր առաջ էլ անձրև էր եկել, ցեղ, սոված, վախեցած երեխաների հետ, ես երեխայիս գրկած, կային նաև ավելի փոքր երեխաներ, մեկը զույգ բալիկներով, մյուսը 2 ամսեկան երեխայի հետ, ճանապարհին կատնախառնուրդ պատրաստելով, անգամ վախենում էինք լույս միացնեինք, որ այդ մայրիկը հասկանար ինչքան ջրին, ինչքան կատնախառնուրդ ավելացնի, մտածում էինք վերևից էլ կտեսնեն։ Ադյալով ծածկել էինք այդ մայրիկին, որ կերակրեր հանգիստ երեխային, հետո հասկացանք, որ արդեն այդպես է խեղդում էինք այդ բալիկին։ Հիշում եմ մի ձևի էլի չեմ հավատում, որ դուրս ենք եկել այդտեղից։ Մենք անտառների մեջ ծառերի արանքով դուրս էին գալիս, հետո մի հատ տեղ կար, որ այդ տեղը ծառեր չկային ու պետքա մենք այդտեղ սպասեինք, մինչև մութն ընկներ, որ այդ մի քանի մետր առանց ծառերով տեղը անցնեինք հանգիստ, որպեսզի գոնե թե վերևից չֆիքսեին, որ այդտեղ մարդիկ կան։ Անտառում չէին հետապնդում, բայց կրակոցների ձայները այնքան մոտիկ էին, արդեն գյուղի մեջ էր երևի տեղափոխվել այդ կռիվը։ Տարեցների համար էր շատ դժվար, մեկ էլ այդ չեմ մոռանա երբեք։ Ունեինք տարեց մարդիկ, ովքեր արդեն տարիներով անկողնային վիճակում էին, գյուղում չէինք տեսնում, էլի տանն էին միշտ, ու դե պիտի իրանց էլ դուրս բերեինք անտառներից։ Ինչպես էին սենց լացելով, գոռալով խնդրում, որ մի քաշեք մեզ, թողեք այստեղ մնանք, դուք գնացեք, դուք դուրս եկեք, դուք ջահել եք, բայց դե պիտի դուրս բերեինք ամեն գնով։ Մի կերպ հասնում ենք Մսմնա գյուղ, արդեն գիշեր էր, մինչև գիշերվա, արդեն ճիշտն ասած չեմ հիշում, քանիսը մնում ենք Մսմնա գյուղում, հետո արդեն մեքենաներով մեզ տեղափոխում են Ստեփանակերտ։ Ես բալիկիս ու ամուսնուս տատիկի հետ Ստեփանակերտի օդանավակայանում եմ հայտնվում, մնացածը մայրիկս, կեսուրս տարբեր տեղեր, որ մեքենայում տեղավորվում էինք, նստում էինք, անգամ չէինք տեսնում ով ում հետ է նստում, դրա համար իրարից բաժանվեցինք։ Այդ ժամանակ դեռ չգիտեի, որ դիրքերում արդեն եղբայրս զոհվել էր ու գյուղի շատ ջահելներ։ Եթե գյուղի ներքևի հատվածում չլիներ այդ մի քանի ժամյա դիմակայությունը, մենք երևի չէինք հասցնի գյուղի անտառներով դուրս գալ։ Երևի իրանք էլ արդեն գիտեին, որ սա վերջն է, բայց էլի մնացին, էլի պաշտպանեցին ու հաջողվեց իրենց։ Ճիշտ է, կորցրեցինք գյուղը, Արցախը, բայց կոնե թե կանայք, ծերերը, երեխաները դուրս եկան։ Կոտորածը չկրկնվեց Սարուշեն գյուղում։ Եղբայրս Արտակ Իսրայելյանը 1987 թվին էր ծնվել,
աշխատում էր դպրոցում, պատմության ուսուցիչ էր։ Ինքան շատ էր սիրում գյուղը, ինքան շատ էր սիրում պատմությունը։ Հիշում եմ դպրոցում ամենախիստ դասերը ինձ համար նրա ժամերն էին։ Պիտի միշտ պատրաստ լինեի իր դասերին։ Եղբորս զոհվելու լուրը մենք իմացանք արդեն երբ Ստեփանակերտում էինք։ Մեր գյուղի տղաները հերթով հետ էին գալիս, բայց լուր չունեինք եղբորիցս եւ հորեղբորիցս։ Հետո արդեն իմացանք, որ եղբայրս վիրավորվել էր գյուղի դիրքերում, հորեղբայրս փորձում էր նրան դուրս բերել, առանց իմանալու, որ դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհը արդեն թուրքերի վերահսկողության տակ է։ Ճանապարհին մեքենայի վրա հարձակվում են, կրակում են եւ զոհվում է եւ եղբայրս եւ հորեղբայրս։ Իմացանք նաեւ ամուսնուս պապիկի լուրը։ Շաբո պապին մեծ մեքենա ուներ, 66, այդպես էինք ասում։ Գյուղի անտառներով դուրս էինք եկել։ Ինքը ճանապարհով փորձում էր գալ ու չհասած Խաչմաչ գյուղ այդտեղով կարճ ճանապարհ կա, որ դեպի անտառներ բարձրանա ու մարդկանց դիմավորի։ Ճանապարհի մնացած մասը գոնե թե ոտքով չգնանք։ Ինքն էլ այդ ժամանակ չգիտեր, որ այդ ճանապարհը արդեն թուրքերի վերահսկողության տակ է։ Իր մեքենան է այդտեղ ընկնում թուրքերի հրետակոծության տակ ու պապիկը զոհվում է։ Այդ ժամանակ ամուսինս արդեն Նինգիի շրջափակումից դուրս էր եկել ու արդեն ինձ մոտ էր։ Բայց հիմա որ հիշում եմ, կարծես սիրտը զգում էր, որ չէր վերջացել ամեն ինչ։ Լուր չունեինք նաև հարազատ քրոջս ամուսնուց, Վալոյից։ Մեծ եղբոր նման սիրում ընդունում էի ու ինքն էլ ինձ։ Ու գիտեի, որ մի խնդիր էր լինում, օրինակ արտակին կամ գենկային չի սկզբից։ Գիտեմ, որ Վալոն կա ու ամեն հարցով կարող եմ դիմել իրեն։ Մեր գյուղի գյուղապետը իմանում են, որ Վալոն էլ է զոհվել գյուղի դիրքերում։ Առաջի զոհը Վրեժիկն է եղել։ Հարսիս հարազատ եղբայրն է։ Ու այդ ժամանակ ինքը Ստեփանակերտում էր, աշխատում էր։ Տաքարյուն երիտասարդ էր, բարձրահասակ ու ամուսնուս եղբայրն էր, բայց ոչ հարազատ։ Երբ իմանում է, որ գյուղում վիճակը լարված է, միանգամից հասնում է գյուղ։ Չգիտենք այդ բլոկադայի հետ մեքենաներ չէին գնում, չէին գալիս, ոնց է հաջողվում իրեն գտնել մեքենա ու հասնել գյուղ։ Հասնում է գյուղ ու առաջինը ինքն է ծանր վիրավորում ստանում ու զոհվում։ Մենակ իր մարմինն է, որ թողել ենք Ստեփանակերտում, հողարկավորվել է այնտեղ, որովհետև այդ ժամանակ դեռ չգիտեինք, որ վերջնական փակվում է Արցախի էջը ու պիտի լրիվ հայաթափվեն Արցախը։ Արտակի, Վալոյի, պապիկի, հորեղբորս դիակները արդեն որոշել էինք, որ գյուղի մնացած զոհերի հետ դուրս ենք բերում Հայաստան։ Արդեն սեպտեմբերի 25-ն էր, քույրիկս երեխաների հետ իր ամուսնու ընկերոջ հետ է դուրս գալիս Ստեփանակերտից։ Հորեղբորս ընտանիքը իրենց մեքենայով, ծնողներս մեքենա կար, իրենք էլ էին պատրաստվում այդ մեքենայով դուրս գալ։ Ամուսնուս ընտանիքն էր, որ չունեինք մեքենա, գյուղում էր մնացել։ 3 մեքենաները գյուղում էին մնացել, բայց իրենց հարազատներից մեկը տվել էր մեքենա, ուղղակի բենզինի խնդիր կար։ Այդ 2 օրվա ընթացքում բենզին գտնել չի հաջողվում, մինչև ամսի 25-ը։ Ամսի 25-ին արդեն ամուսինս իր հոր հետ դուրս էին եկել, որպեսզի բենզին գտնեին։ Ասեցի, գենկա, կարողա ավտոբուսներ ավքինինք, հունց վեր լող։ Ասեց, չէ անիտ, երեխեն փոքր, հարմար չի լինի, փորձենք գտնել, մի անգամ էլ դուրս գանք։
եթե չգտնենք, հա, այդպես կանենք, ավտոբուսներով կգնանք։ Ու այդ օրը դուրս են գալիս։ Ես ճանապարհին եմ պատահում ամուսնուս, ինքը հոր հետ Ստեփանակերտ Կալցվոյից մի քիչ բարձր իջնում էին, ես էլ բարձրանում էի տուն։ Ու այդ ժամանակ հիշում եմ բարկացած էր ամուսինս, երևի արդեն ինքն էլ հույս չուներ, որ կգտնի։ Ու ասեցի, գենկա ինչ ենք անում, բա երբ ենք դուրս գալիս, ես էլ անդադ շտապում էի, վախենալով, որ եղբորս հողարկավորությունը այստեղ կլինի առանց ինձ։ Ու չեմ հասցնի վերջին հրաժեշտը տամ։ Ու բարկացավ, ասեց, սպասե տեսնանք, հալա կարում ենք դյուսկյանք թաչը։ Բենզին չկա քաղաքում ու խուճապի եմ մատնել մարդկանց, որ հակարի կամուրջը, եթե այսքան թիվը անցնեն, մարդիկ հակարի կամուրջը լրիվ կփակվի։ Ու մնացած մարդիկ կմնան թուրքերի հետ այդտեղ, դե վերջը արդեն պարզ է ինչ կլինի։ Դե ցանկացած մարդ, որ լսի այդ լուրը, ինչ եղանակով ուզում ա լինի, կփորձի գտնել բենզին։ Ու դրանից հետո մեկ էլ լուրն է տարածվում, որ Հայկազովում բենզին կա։ Ու այդքան մարդկանց հավաքում են այդտեղ, այդ բենզալցակայանում։ Ես չգիտեմ պայթունը ոնց է տեղի ունեցել, այդ հավաքվածներն են ինչ որ ամփույթ բաներ արել, թե կայծակներ, թե որովհետև այդտեղ ամեն ինչից կլիներ պայթուն, որ մտածում ես, բայց այն որ մարդկանց հատուկ խուճապի են ենթարկել, ասելով, որ թիվը լրանում է, ու հետո ասելով, որ այստեղ բենզին կա, այդ որ այդքանը պլանավորած էր, ես հաստատ կասեմ։ Ես տանը բալիկիս հետ սպասում էի, հեռախոսս ձեռքիս սպասում էի, որ էսա կզանգի, կասիմ, դե հագնվեք։ Մինչև արդեն ուշ գիշեր ոչ մի լուր չունեինք։ Մինչև մութն ընկնելը ես, Կարենս ու Արենը, ամուսնուս փոքր եղբայրը, 15 տարեկան։ Նստած էինք, մեկ էլ Արենը ասում է, թե ես տանը հանգիստ նստել եմ, ասում է, պապան Գենկայի հետ բենզին եմ ման գալիս, ես էլ դուրս կամ։ Ու Արենն էլ է դուրս գալիս, ճանապարհին հանդիպում է կեսրարիս ու ամուսնուս, միասին իջնում են Հայկազով։ Ես էլ հայաթից չոփ էի հավաքել, բերել, վառել ու այդ տան մնացած վերջի կարտոֆիլները դրել, խաշել եմ, ասում եմ հեսա կվերադառնան, որպեսզի ճանապարհ ընկնելուց առաջ հաց ուտեն գոնե, թե որ կարողանա միջև Գորիս քշեն։ Ու մեկ էլ լսեցի ուժեղ ձայն, մտածում էի, որ կայծակ է, որովհետև ամպրոպի ձայներ կայծակ կային, միանգամից անձրև է սկսում ուժեղ ու հետո արդեն դիմացի հարևանների ձայներից դուրս եկանք, լացում էին, գոռում էին, որ իրենց տղան էլ էր այդտեղ Հայկազովում բենզինի համար, ասում են, որ այդտեղ բենզինի բակերը պայթել են, վիրավորներ կան, զոհեր կան, անթիվ։ Բայց այդ ժամանակ ես էլի չգիտեմ, որ իմ ամուսինը հոր ու եղբոր հետ այնտեղ է։ Մինչև վերջի վայրկյանը հույս ունեի, որ Գենկաս հաստատ այդտեղ չէր լինի։ Ամուսնուս մայրիկը ու կեսրարս դուրս եկան ու Արենին գտան հանրապետական հիվանդանոցում, ողջ էր։ Կեսուրս ուզում էր տեսնել, բայց բժիշկները չթողեցին, ասեցին ուրախ չքվեր, գոնե թե սաղա հիվանդանոցում է։ Կեսուրս էլ դե տեսնելով հիվանդանոցների վիճակը չհամառեց, ասեց լավ փառք Աստծո ու շարունակեցին ամուսնուս փնտրել։ Հետո առավոտ հասնում են հիվանդանոց ու մահացածների մեջ կարդում է Գրիգորյան Արեն։ Պարզվում է, որ այդ գիշերը մահացել էր երեխան։ Այրվածքները շատ էին։ Բայց ամուսնուց էլի լուր չկար։ Հետո
Այդ ժամանակ մայրիկս ու հայրիկս իմ պատճառով դեռ մնում էին Ստեփանակերտ, բայց քանի որ եղբորս դիակը ուղարկել էին, արդեն իրանք էլ պիտի դուրս գային, որ այստեղ այդ գործողությունները շարունակեն, ասեցին, որ դուրս գանք։ Ես էլ իրենց հետ դուրս եկա, կեսուրս, կեսրարս մնացին, որպեսզի ամուսնուս փնտրեն։ Ու չգտնելով, արդեն երևի վերջի հայերն էին Արցախում։ Դիահերձարանի աշխատակիցները ու իրենք։ Այդ օրը իջել էին վերևից, ասում էին, «Էլ ոչ մի նորություն չկա, մենք էլ ենք արդեն փակում ենք ու դուրս գանք, դուք էլ դուրս եկեք, եթե ինչ-որ բան լինի, Հայաստանում տեղյակ կլինեք արդեն», ու դուրս են գալիս։ Ճանապարհին այդ միջև Հայաստան հասնել ինչքան ուղղաթիռներ ու ամեն մեկի նայելով աղոթում էի անդադ, ասում էի գոնե թե վիրավոր ամուսինս էլ այդ ուղղաթիռների մեջ լինի, բայց չէ, հետո արդեն տատում են մահվան լուրը։ Հայրս երբեք չի խոսում, բայց օրինակ ինչ որ առիթ է լինում, մի բաժակ օղի է խմում, ասում է երանի թե ես լինեի մահացած, այդ ջահելները ողջ լինեին։ Հայրիկիս այդ թևաթափ եղած վիճակը տեսնելով ես փորձում եմ ուժեղ լինել, հանուն հայրիկիս, հանուն մայրիկիս, նույն ձև քույրիկս, նույն ձև մեր հարսիկը, ինչպես ասեցի, նրա եղբայրն էլ է զոհվել, ամուսինն էլ, ու հանուն մեր այդ ծնողների, կոտրված ծնողների, մենք ջահել աղջիկներ ենք, բայց փորձում ենք ուժեղ լինել, ուժեղ ձևանալ, ուժեղ լինել մեկ-մեկ, ու երբ բալիկ է լինում, իմ դեպքում բալիկ, քույրիկս 3 բալիկ ունի, հարսիկս 2, արդեն դու իրավունք չունես թուլանալու, որովհետև ես միշտ մտածում եմ, ասում եմ, Գենկան, որ հասել է այդ վտանգավոր տեղը բենզինի համար, իր համար չի գնացել, գնացել է առաջինը մեր բալիկի համար, ինձ համար, ու հիմա եթե այդքանից հետո ես գամ այստեղ ու թուլանամ, այդ ճիշտ չի լինի, արդար չի լինի իր հանդեպ։ Մեր բալիկներին նայելով, մենք չգիտեմ, ուժ է գալիս, ինչ որ գերբնական ուժ է գալիս։ Հիմա ճիշտ ալացում եմ, բայց հիմնականում ես նրա մասին խոսելիս, պատմելիս չեմ տխրում։ Այդքան կորուստներից հետո ինձ 2 բան ունեմ, որը ուժեղ պահում եմ, արժանապատվությունս ու հիշողությունները։ Ինքան հարուստ եմ հիշողություններով ու անդադ պատմում եմ, կրկնում եմ, ասում եմ հանկարծ չմոռանամ մի բան։ Սենց աչքերս փակում եմ միշտ, տան ճանապարհն եմ, մտովի բարձրանում եմ, հիշում եմ տան անկյունում, մեր սենյակում ինչը որտեղ էր, որ չմոռանամ հանկարծ։